Բարև։ Դուք հանգիստ նստած եք, չեք մտածում ոչ ձեր շնչառության, ոչ սրտի աշխատանքի, ոչ էլ արյան ճնշման մասին, սակայն այդ պահին ձեր ուղեղը գիտի ամեն ինչ, երբ է անհրաժեշտ շնչել, որքան արագ է բաբախում սիրտը ու անգամ այն, ուր որը իմունային համակարգը ծեծկրտուք է սկսելու ներխուժողների դեմ, ինչպես է ուղեղը դա անում, պատասխանը մարմնի խորհրդավոր կարողությունն է, որը ստացել է ինտերոցեպցիա անվանումը, սա ներքին զգայարան է, որը հետևում է օրգանիզմի բոլոր ազդանշաններին, գիտնականները այն անվանում են թաքնված 6-րդ զգայարան ու ահա հիմա գիտնականները որոշել են քարտեզավորել այդ անտեսանելի ցանցը։ Scripps Research-ի ու Allen ինստիտուտի հետազոտողները ստացել են 14.2 միլիոն դոլարի գրանտ, որպեսզի 5 տարվա ընթացքում ստեղծեն ինտերոցեպցիայի ամբողջական քարտեզը սկսած ողնուղեղից մինչև օրգանների ամենահեռավոր բջիջներ։ Նախագիծը ղեկավարում է լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը։ Վերջինս 2021 թվականին արժանացել էր Նոբելյան մրցանակի ճնշումը, մենթոլն ու ջերմությունը հայտնաբերող ռեցեպտորների բնութագրման համար։ Ինտերոցեպցիան ոչ տեսողությունն է, ոչ լսողությունը, ոչ էլ համի զգացումը։ Այս համակարգը ոչ թե պատմում է ձեր շրջակա միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այլ տեղեկացնում, թե ինչ է կատարվում ձեր ներսում։ Այն հետևում է շնչառությանը, մարսողությանը, արյան շրջանառությանը, բորբոքումներին, իմունային ռեակցիաներին։ Այդ ազդանշանները անընդհատ հոսում են ուղեղ ու գրեթե միշտ անցնում գիտակցության սահմաններից դուրս։ Դուք չեք լսում ինչպես են աշխատում ձեր երիկամները, սակայն ձեր ուղեղը լսում է։ Մինչև հիմա այս համակարգը գրեթե ուսումնասիրված չէր։ Միլիոնավոր նեյրոններ միահյուսված ինչպես ծառի արմատները փոխանցում են թույլագույն էլեկտրական իմպուլսներ յուրաքանչյուր օրգանից։ Դրանք որսալն ու վերծանելը նույնն է, ինչ ամպրոպի ժամանակ շշուկ լսելը։ Ու հիմա Փաթափությանի թիմը պատրաստվում է անել անհնարինը։ Առաջին փուլում գիտնականները կմշակեն սենսորային նեյրոններն ու սկանավորման կենթարկեն ամբողջ մարմինը տեսնելու համար, ինչպես են դրանք ներքին օրգանները կապում ողնուղեղի հետ։ Կստացվի մարդու ներքին հոսանքալարերի ամբողջական եռաչափ քարտեզը 6-րդ զգայարանի անատոմիական ատլասը։ Ապա գործի կանցնի գենետիկան։ Հետազոտողները կհամեմատեն ինչով են տարբերվում օրինակ աղիների նեյրոնները միզապարկի նեյրոններից կամ լյարդի նեյրոնները ճարպային հյուսվածքի նեյրոններից։ Կստացվի մարդու ներքին սենսորային ցանցի մոլեկուլային քարտեզը։ Ինչու է սա անհրաժեշտ։ Պատասխանը պարզ է ու հավակնոտ։ Երբ ինտերոցեպցիան կոտրվում է, ուղեղը դադարում է ճիշտ կարդալ մարմնի ազդանշանները։ Այդպես են ծնվում աուտոիմուն հիվանդությունները, քրոնիկ ցավը, տագնապային խանգարումները, հիպերտոնիան ու անգամ Ալցհեյմերի հիվանդությունը։ Հասկանալով ինչպես է աշխատում ուղեղի ու մարմնի միջև այս թաքնված կապը, գիտնականները հույս ունեն վերականգնել մարդու ներքին բալանսը, բուժել հիվանդությունները ինքն իր հետ օրգանիզմի կոմունիկացիայի մակարդակում։ Դինոզավրերի հայտնվելուց շատ առաջ երկրի օվկիանոսներում գոյություն ուներ տարօրինակ թափանցիկ կյանք։ Խոսքը մեդուզաների ու սանրակիրների մասին է, հնագույն արարածներ, որոնք առաջացել են 700 միլիոն տարի առաջ։ Սրանք հյուսվածքներով, օրգաններով ու վարքագծով օժտված առաջին իսկական կենդանիներից էին երկրի վրա, սակայն կա հանելուկ, որը երկար ժամանակ հնարավոր չէր գուշակել։ Այս արարածները ունեն նույն այն գեներն, ինչ իրենց միաբջիջ նախնիների մոտ էր, ինչպես կարող էր կյանքը հանկարծ բարդանալ առանց նոր գեների։ Պատասխանն առաջարկել են Բարսելոնայի գենոմային կարգավորման կենտրոնի գիտնականները։ Նրանք պարզել են, որ էվոլյուցիան ոչ մի նոր բան չի հորինել, ուղղակի սովորեցրել է նախկին գեներին նորովի աշխատել։ Իսկ այդ անցման բանալին ոչ թե ԴՆԹ երկարությունն էր, այլ ձևը։ Պատկերացրեք քրոմոսոմը, որպես կիլոմետրերի երկարություն ունեցող խճճված թել։ Սովորական պայմաններում ամեն ինչ խիստ խճճված է, կարծես փորձեք գծիկում գտնել անհրաժեշտ թելը։ Կոնկրետ գենն ակտիվացնելու համար բջիջը այդ գծիկից քաշում է ԴՆԹ հանգույցը միմյանց կապելով երկու հեռավոր հատված՝ գենն ու իր կարգավորիչը։ Այդ կարգավորիչները կարող են գտնվել գենից 100 հազարավոր տառեր հեռավորության վրա։ Բջիջը բառացի ստիպում է հանդիպել միմյանցից հեռու այդ կտորներին ու սկսել երկխոսությունը։ Բակտերիաների մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Կարգավորիչները գտնվում են անմիջապես գեների հարևանությամբ, սակայն այդպիսի սխեման սահմանափակ է, իսկ այ հանգույցները էվոլյուցիայի համար բացել են կառավարման լրիվ նոր մակարդակ։ Մի կարգավորիչը կարող է միացնել միանգամից մի քանի գեն, իսկ մի գենը կարող է ազդանշաններ ստանալ միանգամից մի քանի կարգավորիչից։ Այս կոմբինատորիկ պայթյունը թույլ է տվել կյանքին բազմաբջիջ դառնալ։ Համենայն դեպս այդպես են կարծում հետազոտության հեղինակները։ Այդ անտեսանելի հանգույցները տեսնելու համար հետազոտողները օգտագործել են միկրոսի տեխնիկան, մի քիմիական ծուղակ, որը ֆիքսում է տարածության մեջ միմյանց հետ հաղորդակցվող ԴՆԹ հատվածները վերածելով դրանք եռաչափ քարտեզի։ Արդյունքները տպավորիչ են։ Մեդուզաների եւ սանրակիրների մոտ կան հազարավոր հանգույցներ, սակայն նրանց միաբջիջ ազգականների մոտ ոչ մի հանգույցների ձևավորման համար պատասխանատու է էկոգեզին անունով հատուկ սպիտակուցը։ Այն աշխատում է օղապարանի
նման։ Ձգում է հանգույցի հիմքն ու պահում այն, մինչև մեկ այլ կասուցիչ սպիտակուց չի ասի բավական է։ Սա պահանջում է էներգիա, սակայն վճարված արժեքն արդարացված է։ Չէ՞ որ հենց այդպես են բջիջները հնարավորություն ստանում միացնել անհրաժեշտ գեներն անհրաժեշտ պահին ու անհրաժեշտ ժամանակ։ Ինչպես բացատրում են գիտնականները, հենց դա էլ հնարավոր է դարձնում մասնագիտացված բջիջների գոյությունը՝ մկանային, նյարդային, էպիթելային եւ այլն։ Բոլորի ԴՆԹ-ն նույնն է, սակայն տարբեր հանգույցներ միացնում են դրա տարբեր հատվածներ՝ մի գենետիկական գրքից ստեղծելով ձևերի ու ֆունկցիաների մի ամբողջ սիմֆոնիա։ Ամենազարմանալին, ամենայն հավանականությամբ ամբողջ այդ թաքնված բարդությունը առկա էր միաբջիջ օրգանիզմների գենոմում առաջին կենդանիների հայտնվելուց շատ ու շատ առաջ։ Էվոլյուցիան, ըստ հետազոտության հեղինակների, ոչ թե նոր բան է ստեղծել, այլ սովորել է այլ կերպ օգտագործել գոյություն ունեցող գործիքները։ Այս շաբաթվա գիտնականն է ֆիզիկոս Մաքս Թեգմարկը։ Մաքս Թեգմարկն այն մարդն է, ով ստիպել է ֆիզիկային մտորել գոյության իմաստի մասին։ Եթե գիտությունն ունենար իր պոետը, դա կլիներ Մաքս Թեգմարկը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Մեր մաթեմատիկական տիեզերքը գրքի հեղինակ գիտնականը գրում է ոչ միայն բանաձևերի մասին, նա մեր տիեզերքը վերածում է փիլիսոփայական վեպի։ Թեգմարկն այն հազվագյուտ գիտնականներից է, ով կարողանում է հնչեցնել ամենահանդուգն հարցերը։ Ինչ եթե տիեզերքը ոչ թե զուտ նկարագրվում է մաթեմատիկայի միջոցով, այլ ինքը մաթեմատիկա է, ինչ եթե մենք հսկայական բանաձևում ապրող հավասարումների արտահայտում ենք։ Թեգմարկի համար մաթեմատիկան ոչ թե բնության լեզուն է, այլ հենց բնությունն է, նրա միսն ու արյունը։ Իրականության նրա մոդելում գոյություն չունի ոչինչ բացի մաթեմատիկական ստրուկտուրաներից ու նրանց հարաբերություններից։ Անգամ գիտակցությունը Թեգմարկի մոտ ինֆորմացիոն ստրուկտուրայի հատուկ տեսակ է, որը կարողանում է գիտակցել ինքն իրեն։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։